Վայ Հակոբյան կբարևեք։ Շնորհակալություն, հարգելի փոխոսնակներ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ես առհասարակ քիչ եմ խոսում, բայց երբ խոսում եմ միայն իրականությունից, ինչը որ մեր աչքի առաջ է եւ նախագիծը վերաբերվում է միայն հետեւյալը. կառավարչական որոշակի գործիքներ են տալիս պետությանը, որպեսզի ել ավելի վերահսկելի լինի տնտեսվարողի կողմից, թե ինչ ընդունելի կամ անընդունելի աշխատանքներ է իրականացնում։ Օրինակ, մենք բազմիցս ենք լսել կորուստների մասին։ Ժամանակին 14-15% կորուստներ, 12% եւ այսօր, եթե չեմ սխալվում, կորուստների թիվը մոտավորապես 8% է, բայց ես լինելով էներգետիկ եւ աշխատելով բարձրավոլտ էլեկտրացանցերում ժամանակին եւ ունենալով համակարգում շատ ընկերներ, ես գիտեմ, որ այդ կորուստը 100%-ով գիտեմ, որ դա 8% չի, բայց կարա 3 լինի, կարա 5 լինի, բայց թեկուզ 1% թաքցնելը, քողարկելը, դա միլիարդավոր դրամների, գումարների մասին է խոսքը, որը պետք է պետությունը, այո, ուղիղ կառավարչական իր գործիքներով վերահսկի եւ հասկանա, թե ուր են այդ գումարները եւ ովքեր են գրպանում այդ գումարները։ Սա այս մասով։ Հաջորդը, 6-ի մասով։ Երբ որ այդքան ասում եք բարձրավոլտի մասին ես հասկանում եմ ինչի համար է հարգելի դիմադիր գործընկերներ ձեր մտահոգությունը, որովհետեւ 18 թվականին նույն բարձրավոլտ էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը 25 տարվով տրվել էր Տաշիր ընկերությանը հավատարմագրմամբ 25 տարի հավատարմագրմամբ տրվել էր Տաշիր ընկերությանը եւ հեղափոխությունից հետո 18 թվականին այդ process-ը չեղարկվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդեն իսկ վարչապետ լինելու ժամանակ ներողություն եմ խնդրում մի 2 րոպե էլի Չէ, հնարավոր չէ 2 րոպե Եվ այդ ամեն ավարտում եմ, շնորհակալ եմ, ավարտում եմ։ Եվ այդ ամեն ինչը բարձրավոլտ էլեկտրացանցերը, որը 25 տարով տրվել էր Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ Տաշին ընկերությանը, դա չեղարկվեց։ Եվ ես շատ լավ հասկանում եմ ինչի համար է բարձրավոլտի մասով մի բան էլ ասեմ եւ Պարոն Համբարձումյան, չի լինի այդպես։ Ասելիքը շատ է, շնորհակալ եմ, ես հարակից եմ լինելու, ես կփորձեմ այդ ժամանակ այս բացը, ինչը որ չասցի, լրացնեմ, շնորհակալ եմ։